Բոլորը սպասում են հրաշքի։ Այսօր 6 օր անհետացած երեխայի ծննդյան օրն է, բայց նորություն դեռ չկա։ Այսօր մայիսի 9-ին լրացավ փոքրիկ Տիգրանի 2-ամյակը։ Ծննդյան հրաշքի սպասումով հարազատները, համագյուղացիները, ծանոթ-անծանոթ արդեն 6-րդ օրն է, ինչ շարունակում են Մարմարի գյուղում կատարել որոնողական աշխատանքները հայտնաբերելով փոքրիկ Տիգրանին։ Նշենք, որ մայիսի 4-ին երեխայի անհետացման օրը լուրեր տարածվեցին այն մասին, որ նա ընկել է Մարմարի գետը։ Կա վարկած, որ փոքրիկը մտել է տան բակ, ապա բակից անցնելով հարակից հողամասը դուրս է եկել տան հետևի մասում գտնվող ճանապարհը, ապա ինչ-ինչ հանգամանքներով ընկել գետը։ Դեպքը տեղի ունեցել մայիսի 4-ի առավոտյան։ Երեխայի հայրը եւ պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին, աղջկան եւ տղային տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։ Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է, թե տղան որտեղ է, իսկ 4 տարեկան քույրն ասել, որ իր հետ չէ։ Ծնողները փորձել են ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։ Մինչ այժմ փրկարարներին չի հաջողվել գտնել երեխային։ Օրագիրի հետ զրույցում Մարմարիկում անհետ կորած 2 տարեկան Տիգրանի հայրը առավել հավանական է համարում այն տարբերակը, որ երեխային գողացել են, քան թե գետն է քշել տարել։ Հարցին՝ ունեն թշնամի, որին կարող են կասկածել, նա բացասական պատասխան էր տվել, ընդգծելով, որ ոչ մի թշնամի էլ չունի, մարդ էլ չկա, որ կարողանա կասկածել։ Լուրեր էին տարածվել նաև, որ Տիգրանը լավ քայլել չէր կարողանում եւ հազիվ չոչ էր անում, ու այդ հանգամանքով պայմանավորված բացառում էին երեխայի գետն ընկնելու վարկածը։ Սակայն Տիգրանի հորաքույրը որոշ մանրամասներ էր պատմել երեխայի մասին, հերքելով նրա լավ չքայլելու մասին տեղեկությունները։ Կուզենան բոլոր լրատվականներն իրենց գրառման մեջ ուղում կատարել Տիգրանի չքայլելու վերաբերյալ, որպեսզի գործի հունը ճիշտ ընթանա, որ այն մարդիկ, ովքեր փորձում են օգնել մեր Տիգրանին, ճիշտ ինֆո իմանան։ Չգիտեմ, որտեղից եք դա վերցրել, հարգելի լրատվականներ, այդ ինֆոն, թե երեխան լավ չի քայլում։ Դա սուտ է, չի համապատասխանում իրականությանը։ Տիգրանը շատ լավ քայլում է, վազում է, շատ ժիր ու աշխույժ երեխա է, ուղղակի անփույթ վազող է։ Եթե վազում է, անպայման ընկնում է ու շատ բարձր ձայնով լացում։ Տիգրանը այնքան սուր ձայն ունի, որ լացում է, մենք մեր ականջները փակում ենք։ Պահանջում եմ, խնդրում եմ, ուղղեք եւ մի տարածեք, որ չի քայլում։ Ուղղակի Տիգրանը սիրում էր միշտ իր մամայի գիրկը լինել։ Գիրկը լինելն ու չքայլելը տարբեր բաներ են։ Ճիշտ գրեք, տարածեք, որ ճիշտ ընթանա ամեն ինչ։ Շնորհակալություն, գրել է նա։ Նշենք, որ գյուղը այցելել նաև հայտնի էքստրասենսը, ով տեղեկացրել է, որ երեխան ողջ է, շուտով գտնվելու է։ Գյուղում են նաև հոգեբաններ, ովքեր աշխատանքներ են իրականացնում անհետացած փոքրիկի ընտանիքի, մասնավորապես 4-ամյա քրոջ հետ։ Մարմարիկում է ու Տիգրանի ընտանիքի հետ է հանդիպել նաև հոգեբան Մարիամ Մեհրաբյանը։ Խոսքեր գտնելը դժվար է, թե ինչ վիճակում է ընտանիքը։ Համացանցում նկատեցի անտանելի ատելության խոսք ծնողների մասին։ Իմ աչքի տեսածն եմ կիսվում, որ դուք այս ընտանիքի մասին չեք կարող նման կարծիք ունենալ։ Ոչ մեկը նման ողբերգություններից պաշտպանված չէ։ Կարևորում եմ այն պահին մեր նեցուկ լինելն ընտանիքին։ Ընտանիքն անտանելի ծանր վիճակում է, ասել է նա։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության եւ ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացնում են ինչպես Մարմարի բնակավայրում եւ հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարի գետի երկայնքով եւ աղբյուրակի ջրամբարում։ Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության եւ ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքներն իրականացնում են ինչպես Մարմարի բնակավայրում եւ հարակից տարածքներում, այնպես էլ Մարմարի գետի երկայնքով եւ աղբյուրակի ջրամբարում։ Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելի քան 5 տասնյակ անձանց հետ։ Ստուգվել են շուրջ 2 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքներին ներգրաված են եղել շուրջ 218 փրկարար ծառայող, 170 ոստիկանության ծառայողներ, կինոլոգիական 2 խումբ, ջրասուզակներ, ԱԹՍ-ներ։ Նշենք, որ երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։